Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, եւ այսպես Նյումեկ հրատարակչությունն ու Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ներկայացնում են աննախադեպ գիտական շաբաթ, նվիրված հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին եւ ցեղասպանագիտությանը։ 4 օր լինելու են ցեղասպանագիտությանը նվիրված գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ եւ այդ առիթով Հայաստանի ժամանել թուրք պատմաբան Թաներ Ակչամը։ Այսի կազմակերպիչը Ex-Orient Հայաստանի արևելագետների միությունն է, պատմաբանը 3 ներկա է եղել իր ցեղասպանության ակունքները գրքի շնորհանդեսին, այո, ցեղասպան պետության ակունքները գրքի շնորհանդեսին, իսկ հիմա դիտենք գրքի թրեյլերը, հետո խոսենք հեղինակի հետ, ով արդեն տաղավարում է։ Ցեղասպան պետության վերջին 100 տարիները, խտրականության, բռնության, ճնշումների եւ ժողովրդավարական արժեքների իսպառ բացակայությամբ։ Աննախադեպ ուսումնասիրություն Օսմանյան կայսրության վերջալույսի եւ Թուրքիայի հանրապետության ծագման ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ինչու է այսօրվա Թուրքիան մեղավոր եւ պատասխանատու Օսմանյան կայսրության գործած հանցանքի համար։ Արխիվային փաստաթղթեր, բացառիկ աղբյուրներ, պատմական փաստերի վերլուծություն, որով բացահայտվում է, թե ինչպես են իշխանության գաղափարախոսությունն ու կառույցները աստիճանաբար վերածվում քաղաքականության ու հանգեցնում էթնիկ զտումների եւ ի վերջո ցեղասպանության։ Գիրք, որը պատմաբանների խոսքով անդառնալի ճակ տվեց թուրքական պաշտոնական պատմագրության մեջ, մանրամասն եւ անխնա քննադատեց թուրքական պետական ժխտուղականությունը։ Նյումեգը ներկայացնում է հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի հանցավորության հիմնաքարային առաջին գնահատականը տրված թուրք պատմաբանից, հայտարարարք գրքի հեղինակի նոր գիրքը։ Թաներ Ակչամ, ցեղասպան պետության ակունքները, 1918-23 թվականներ, Թուրքիայի հանրապետության ձևավորումը եւ ապարտեիդի ռեժիմի կառուցումը։ Ինչ այս թեմայով սիրելի հեռուստադիտողներ զրույց ենք ծավալելու հեղինակի եւ թարգմանչի հետ, ով կօգնի մեզ հաղորդակցության հարցում եւ այսպես Նյումեկ հրատարակչությունն ու Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սկսել են ցեղասպանագիտության գիտական շաբաթ։ Հայերեն է հրատարակվել թուրք պատմաբան Թաներ Ակչամի ցեղասպան պետության ակունքները եւ գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ հեղինակը։ Թաներ Ակչամն արդեն մեր տաղավարում է, իսկ հաղորդակցության հարցում կօգնի թուրքագետ գրքի թարգմանիչ Մելինե Անումյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, բարի լույս։ Շնորհակալություն համար, նախ բարի գալուստ Հայաստան։ Մենք խոսեցինք դրա մասին, նույնպես կանդրադառնանք քիչ անց, որ դուք վաղուց եք եղել Հայաստանում եւ բազում անգամներ եք եղել։ Դե ինչ այս տարի ցեղասպանության 110-րդ տարին այդ առիթով եք ժամանել Հայաստան եւ սկսենք երևի թե Ես հավելեմ ներողություն, որ Նյումեգը նաև հրատարակել է պարոն Ակչամի նախորդ երկու գրքերը, առաջին գիրքը ես հիմա ասեմ, խայտարարք արարքը եւ սպանության հրամանները։ Խնդրում եմ եկեք խոսենք նախ այս երկու գրքերի մասին։ Я Նյումեգ, я и Неви Тарафından yayınlanan önceki kitaplardan önce konuşalım. Tabii. Ինչպիսի աշխատություններ են սրանք, ինչ ուսումնասիրություններ են եւ ինչով է տարբերվում այս նոր հրատարակությունից, նոր աշխատությունից, որի մասին քիչ անց կզրուցենք։ Shameful Act. Shameful Act benim doktora tezim. Onu söyleyebilirsin. Haytarak ararkı im doktorakan tezi teman է եղել. İstanbul'da 1919-1921 yılları arasında İttihat Terakki yargılanmaları yapılmıştır. 1919-1921 թվականներին İstanbul'um տեղի ունեցել երիտուրքերի դատավարությունները. Bu yargılanmalarda aşağı yukarı 200'ün üzerinde insan mahkeme önüne çıkartılmışlardır. Այդ դատավարությունների շրջանակում մոտավորապես 200 հոգի դատական ատյանի ներկայացվել են որպես կասկածյալներ եւ մեղադրյալներ. 16 idam cezası verilmiştir. 3 kişi de idam edilmiştir. 16 մահապատժի դատավճիռ է կայացվել, sակայն 3 հոգու վերաբերյալ է կատարածվել. Türkiye'de bu mahkemeler unutulmuştur ama bu mahkemelerin daha sonra Nazi yargılanmalarına, Nürnberg yargılanmalarına önemli bir etkisi olacaktır. Kitap o konuda. Թուրքիայում մոռացության են մատնվել այդ դատավարությունները, սակայն հետագայում Նյուրնբերգյան դատավարության, այսինքն նացիստական Գերմանիայի կատարած ոճրագործությունների դատական գործընթացում հիշատակվել է նաև այդ գործընթացը։
Շատ լավ, հետաքրքիր է, այսպեսի աշխատությունները միանշանակ նաև փաստավավերագրություններ են կամ իսկապես աշխատություններ են, որոնք որ պատմում են եւ միանշանակ անհերքելի է այդ փաստը, բնականաբար ինչ որ թուրքական դիվանագիտությունը սա հերքում է։ Այո, բայց նույն փաստորեն ազգի ներկայացուցիչը շատ ու շատ աշխատություններ եւ հատկապես Հայաստանում փաստորեն նաև ունենում է գրքի շնորհանդես եւ խոսում իրենց երկրի կատարած ոչագործության մասին։ Շատ լավ, որ միջազգային կառույցները կամ հետաքրքիր է ինչպիսի նորմեր միջազգային կարող են գնահատական տալ մարդկության դեմ կատարած այս մեծ եւ սարսափելի ոչագործության մասին։ Tabii Türkiye bu suçu unutmaya çalışıyor, inkar ediyor ama sizin gibi aydınlar hem kitaplar yayınlatıyorlar hem konferanslar veriyorlar. Peki uluslararası ինչպիսի միջազգային նորմեր եւ կառույցներ կարող են գնահատական տալ այս սարսափելի բանի մասին։ Korkunç insanlığa karşı işlenen suçu değerlendirilebilir. Yani Biden'ın 2021 yılında soykırımı kabul etmesiyle birlikte artık bana göre Ermeni soykırımının tanınması kampanyası süreci tamamlanmıştır, bitmiştir. Yani the recognition of Armenian genocide denilen period, yani bu bitti, kapandı artık. Կարծում եմ, որ 2021 թվականին ԱՄՆ-ի նախագահ Բայդենի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումից հետո ճանաչման հարցը լիովին կարելի է փակված համարել, այսինքն այլևս ճանաչման խնդիր չկա։ Uluslararası akademi dünyasında da bu konu kapandı ve bitti artık. Ինչպես նաև միջազգային գիտական ոլորտում եւս այդ թեման լիովին փակված է, այսինքն չի քննարկվում ցեղասպանությունը ճանաչված է, դա ցեղասպանություն է թե ոչ։ Բայց կային շատ ու շատ պատմական փաստարկներ եւ դեպքեր, իրադարձություններ, որ այս երկիրը ճանաչեց, այս կառույցում բարձրացավ հարցը, այստեղ ճանաչվեց, այստեղ փոքր հարցականի տակ, ինչպիսի տրամադրվածություն է աշխարհում ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Ուզում եմ ասել, որ արդեն իսկ այդ թեման քննարկման առարկա չէ, ճանաչված է ցեղասպանությունը։ Այո, ճանաչված է։ Շատ լավ։ Շատ լավ, խոսենք երևի թե գրքի մասին, ինչ աշխատություններ ինչ է այնտեղ ներկայացված, պատմավավերագրական ինչ փաստեր են կարևոր ներկայացված։ Sizin şimdiki kitabınızdan konuşalım. Ne gibi tarihi olgular tanıtılıyor? Kitabın ana argümanı 1918 sonrası Osmanlı dağıldıktan sonra her ulus devlet kendi devletlerini kurma mücadelesi verdiler. Öyle bilinir tarih. Türkler de kendi bağımsız devletlerini kurma mücadelesi verdiklerini söylerler. Ընդհանրապես պատմագրության մեջ ընդունված է, որ յուրաքանչյուր պետություն հիմնադրման ընթացքում ազգային պայքար է մղում եւ 1918-23 թվականի այս գործընթացում եւս թուրքական պատմագրությունը ներկայացնում է, որ Մուստաֆա Քեմալը հիմնել է այդ պետությունը, այսինքն պայքարել է ազգային պետություն հիմնելու համար։ 1918 sonrası Türkiye'de kurulan rejimin bir apartheid rejimi olduğunu iddia ediyorum. Ես հավակնում եմ, որ 1918 թվականից սկսված այս գործընթացը ամբողջ հանրապետության ժամանակաշրջանը ապարտեիդի ռեժիմ է հաստատված Թուրքիայում։ Bu anlamda Türkiye'nin Güney Afrika ve İsrail rejimleriyle kıyaslanabileceklerini iddia ediyorum. Նաև հավակնում եմ, որ այս իմաստով Թուրքիան կարելի է համեմատել Իսրայելի եւ Հարավային Աֆրիկայի պետության հետ։ Uluslararası Apartheid Sözleşmesi vardır. 1974 yılında kabul edilmiştir. Bu 1948 soykırım anlaşması gibi bir şeydir. 1974 değil mi? 1974 թվականին ընդունվել է ապարտեիդի մասին միջազգային կոնվենցիա, որը նման է ցեղասպանության կոնվենցիային։ 74 Apartheid Sözleşmesi çok açık olarak der ki, eğer herhangi bir etnik din grubu yıllar boyu hukuk sistemiyle bilinçli ve sistemli olarak hukukun, sosyal hayatın, kültürel hayatın dışına atılıyorlarsa,
ikinci sınıf vatandaş durumuna sokuluyorlarsa o ülkedeki rejimin adı apartheiddir. Եվ այդ 1974 թվականին ընդունված այդ կոնվենցիայի համաձայն, եթե որևէ պետություն իր քաղաքացիների նկատմամբ երկրորդ դասի, երկրորդ խավի քաղաքացիներ է համարվում, այսինքն եւ փորձում է դուրս մղել նրանց մշակութային, հասարակական, գիտական, ինչպես նաեւ պետական գործընթացներից, ոլորտներից, ապա դա ապարտեիդի ռեժիմ է։ Gene o anlaşmaya göre der ki anlaşma, eğer bir grubun, burada Ermeniler diyelim, bir toplum içindeki sosyal, kültürel, siyasi ve hukuki gelişmesi kasıtlı olarak devlet eliyle engelleniyorsa o rejim apartheiddir. Դարձյալ այդ պայմանագրի համաձայն, եթե որևէ էթնիկ խմբի, տվյալ դեպքում խոսում ենք հայերի մասին, մշակութային, սոցիալական, nasıldı, kültürel, Sosyal, kültürel, siyasal, hukuki alanlarda. քաղաքական եւ իրավական գործընթացներից նրանց դուրս են մղում, ապա դա եւս ապարտեիդի ռեժիմ է։ Bunu da kanunlarla ve kararnamelerle kitabımda gösterdim. Եվ ես իմ գրքում դա ապացուցեցի, ցույց տվեցի տարբեր օրենքներով եւ որոշումներով պետականորեն ընդունված։ Yani sıradan bir azınlığa karşı haksızlık yapılması, baskı uygulanması gibi bir şeyden söz etmiyorum. Daha da ötesinde bir hukuk rejiminden söz ediyoruz. Ես խոսում եմ ոչ թե սովորական որևէ փոքրամասնության խմբի նկատմամբ ճնշումներից, այլ ընդհանուր իրավական համակարգից։ Cumhuriyetin kuruluşunun 100. yılını kutladık 2023'te. 100 yıl boyunca Türkiye Cumhuriyeti'nin askeri, hukuki, idari, emniyet, üst düzey görevlileri içerisinde tek bir Yahudi, Ermeni, Rum yoktur. 2023 թվականին նշեցինք Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը եւ այդ ամբողջ 100 տարվա ընթացքում Թուրքիա պետության ռազմական, անվտանգության, գլխավոր, այսինքն պետական ինստիտուտներում որևէ հայ, հույն, հրեա կամ այլ ազգի ներկայացուցիչ չենք hանդիպում։ Azınlıklar yani Ermeniler, Rumlar, Süryaniler, Yahudiler fişlenmişlerdir. Bizde nüfus kayıtlarında onların nereden geldikleri numaralarla bellidir. Ermenilerin numarası 2'dir. Rumların numarası 1'dir. Yahudilerin numarası 3'tür. Փոքրամասնությունները, այսինքն հայերը, հույները, ասորիները եւ հրեաները պիտակավորվել են իրենց գրանցամատյաններում, այսինքն անձնագրերում եւ ամեն մի փոքրամասնություն իր կոդը ունի։ Օրինակ հայերի կոդը երկրորդն է, հույներինը առաջինը, իսկ հրեաներինը երրորդը։ Hatta soykırım yıllarında zorla Müslümanlaştırılmış Ermenilerin isim listeleri, kayıtları da devlet arşivlerinde mevcuttur. Նաև պետական արխիվներում արկա են այն հայերի գրանցումները, ովքեր ցեղասպանության ընթացքում իսլամացվել են, նույնիսկ նրանց համարում են ոչ իրենց քաղաք, ոչ իրենց մարդ։ Ve bu kayıtlar ellerinde oldukları için hiçbir Ermeni ne idari makamda, ne polis makamında, ne hukukta, ne siyasetin üst düzeyinde asla görev alamazlar, engellenir bu yasalarla. Bu apartheid Եվ rejimi. քանի որ այդ գրանցումները պետության ձեռքում են, ապա որևէ հայ չի կարող ոչ ոստիկանության, ոչ քաղաքական, Այսինքն չկա որևէ իրավունք որևէ տեղ գրավել, քանի որ պետությունը գիտե, որ հայկական ծագում ունի։ Այո։ Bir çarpıcı bir örnek vereyim. Kitabımda var. 1947 yılında bir Türk subayı İstanbullu bir Ermeni kızla evlendiği için suç işlemiş kabul ediliyor ve askerden atılıyor. Շատ ուշագրավ մի օրինակ բերեմ 1947 1947 թվականին մի թուրք սպա, քանի որ ամուսնացել է պոլսահայ կնոջ հետ, նրան ընդհանուր ամբողջ համակարգից ռազմական դուրս են մղել, այսինքն զուտ միայն նրա համար, որ ընդամենը հայի հետ է ամուսնացել։ Ակնհայտ ատելություն եւ նույնը նաև հակառակ վատ տրամադրվածություն առանց որևէ նախապայմանի։ Աչոք նեֆրետ դիրբու։ Շատ լավ։ Այո։
Ցեղասպան պետությունները այժմ շատ են, որովհետև դուք նշեցիք նորմեր, հարվածի տակ են մշակույթ, սոցիալական դիրք, տնտեսություն, այս ամենին նորմերին պատկանող պետությունները շատ են, ովքեր համարվում են ցեղասպան, եւ արդյոք ինչ պետք է արվի, որ պետությունը դադարի լինել ցեղասպան, բայց հարցս կրկնեմ, ոչ թե դադարի լինել ցեղասպան մերժվի, հերկվի այդ փաստը, այլ ընդունվի, բայց դադարի լինել այլևս ցեղասպան երկիրը եւ պատասխան տա։ Şimdi soykırım işlenen çok ülke var. Yani sizin söz ettiğiniz gibi kültürel ve falan konularda da insanları dışarı çıkan çok soykırım yapan ülkeler var. Bunun artık olmaması için neler yapılmalı? Çok 1 milyon dolarlık bir soru, öyle diyoruz biz. 1 միլիոնանոց հարց է կարելի ասել։ Cevabı yok. Քանի որ պատասխան չունի։ Bu uluslararası düzen devam ettiği müddetçe bu ulus devletler bugünkü konumlarını sürdürdükleri müddetçe soykırımların engellenmesi çok zor gözüküyor. İşte en son önümüzde İsrail-Filistin var. Yaşıyoruz ve herkes seyrediyor. Քանի դեռ կան ազգային պետություններ, քանի դեռ միջազգային իրադրությունը այսպիսին է, ապա ցեղասպանություն իրագործող պետությունները նույնպես կշարունակեն գոյություն ունենալ եւ ամենավառ օրինակը Իսրայելն է։ Այո, հետաքրքիր է ում համար է գիրքը հիմնականում աշխատություն ովքեր պետք է կարդան եւ ինչ է սպասում այսօր գրքի շնորհանդեսին, ովքեր են ներկա լինելու։ Շնորհանդեսը 3 էր։ 3 էր տեղի ունեցել, բայց այսօր ես հանդիպումը լինելու պանելային քննարկում, ներողություն, այո, պանելային քննարկում։ Sizce bu kitapta hangi çevreler ilgi gösterebilir ve şimdi hem dün tanıtım toplantısı yapıldı hem başka toplantılar bekliyor. Nasıl tartışmalar bekliyor sizce? Yani benim için önemli olanı Türkiye'de bu konunun açık ve yaygın tartışılmasıdır. Kitap ilk çıktığı anda 4 baskı yaptı. Bu büyük bir ilgiydi. Bu ilginin ve tartışmanın devam etmesini ümit ediyorum. Իմ համար ամենակարևորը բնականաբար թուրք ընթերցողներն են եւ պետք է նշել, որ ինչ հրատարակվել է գիրքը, արդեն 4-րդ անգամ է վերահրատարակվում եւ այդ հետաքրքրությունը ինձ բնականաբար ուրախացնում։ Իմ հաջորդ հարցը եւ որպես ամփոփիչ հարցը հետեւյալն էր հենց դրա մասին, որ հետաքրքիր է ինչ կարծիք, վերաբերմունք, արձագանք կա նման հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում եւ թուրքերը ինչպես են գնահատում այս իրավիճակը, մերժում են թե ընդունում են։ Türkiye'de şimdi Ermeni soykırımı konusuna karşı ne gibi fikirler var, ne gibi duruşlar var? Bir şeyin bilinmesi gerekiyor Ermenistan'da. Hrant Dink'in ölümü bir milattır. Çok önemli bir dönüm noktasıdır. Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ Հրանտ Դինքի սպանությունը, Հրանտ Դինքի մահը կարծես սուրբ ծնունդի նման մի բան եղավ, այսինքն շատ բեկումնային կետ է։ Türkiye bugün hala klasik inkarcı politikalarına geri döndü ve resmen ciddi olarak da baskıcı bir biçimde soykırım inkar ediliyor. Իհարկե Թուրքիան վերադարձել է իր կոշտ հերկման քաղաքականությանը եւ շարունակում է ժխտել հայոց ցեղասպանությունը։ Ama 2016 bu askeri darbe teşebbüsünden önce Türkiye'de 40'ın üzerinde yerde topluca insanlar Ermeni soykırımını yıl dönümünü anıyorlardı. Սակայն նախքան 2016 թվականի ռազմական հեղաշրջումը Թուրքիայի տարբեր 40-ից ավել տարբեր վայրերում հայոց ցեղասպանության հիշատակը ոգեկոչվում էր, այսինքն զոհերի հիշատակը։ Şu anda ciddi bir baskıcı otoriter rejim var Türkiye'de. Bu ortadan kalktığı zaman ben konunun yeniden çok daha fazla kuvvetli bir biçimde gündeme geleceğini biliyorum. Ներկայում իհարկե շատ ավտորիտար ռեժիմ է հաստատված Թուրքիայում, sակայն երբ այն վերանա, ապա կարծում եմ, որ բուրըն քննարկումները հայոց ցեղասպանության հանդեպ այդ bir şey ekleyeyim, yani Ermeni arkadaşların bir şey bilmesi lazım. Պետք է մեր ընկերները իմանան այդ։ Ermeni soykırımı üzerine konuşmak 150 yıl önceki veya 110 yıl önceki bir olay üzerine konuşmak değildir.
midir? Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում խոսելը չի նշանակում խոսել 110 տարի առաջ տեղի ունեցած դեպքի մասին։ Bugün Türkiye'deki Kürtlerin, Alevilerin, Ermenilerin eşitliği ve özgürlüğü sorunudur. O kadar iç içe geçmiş. Հայոց ցեղասպանության հարցը ներկայիս Թուրքիայի բոլոր փոքրամասնությունների, այսինքն հայերի, քրդերի եւ մյուս փոքրամասնությունների հավասարության հարցն է, նաեւ միահյուսվում են հայոց Մենք այս պահին ցեղասպանության պետք է ընդմիջենք իսկապես գովազդով եւ կվերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, ընդհանուր ամփոփում կտանք մեր այս շատ կարեւոր եւ հետաքրքիր զրույցին գովազդի այս պահին մնացեք մեզ հետ։